Շնորհակալություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգևատրում հանձնված զենքերը ուզում է հետ հավաքել։ Այս նախագիծը առաջացրել է ոչ միայն ժահառուների, այլև հենց ՔՊ ներսում լուրջ դժգոհություններ։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նախատեսում է, որ պարգևատրված կամ զենքով պարգևատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգևատրական զենքերը, այդ թվում մեկից ավելի անգամ պարգևատրված լինելու դեպքում երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգևատրական զենքերը։ Բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավելի տարի ծառայության ստաժ եւ առնվազն մայոր կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն։ Նրանք կարող են միայն մեկ պարգևատրված զենք ունենալ։ 92%-ով մերժված այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն եւ որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։ Միաժամանակ շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգևատրման հիմքում բացակայում են ստանդարտները։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգևատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգևները։ Ըստ Արփինե Սարգսյանի, այսուհետ պարգևատրման ինստիտուտը կպահպանվի միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի դեպքում, այսինքն միայն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվելիք պարգևատրումները կլինեն օրինական եւ արժանի։ Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք, բայց այս նախագծի մեջ զավեշտալին հավաքվելիք զենքերի նպատակային օգտագործման հիմքերն են։ Ոստիկանության կողմից արգրավված կամ վերցված պարգևատրական զենքերը կարող են օգտագործվել նաև գիտակրթական կամ մշակութային նպատակներով։ Անշուշտ մշակութային նպատակով զենքի օգտագործումը ոստիկանության կողմից բարդ է պատկերացնել, բայց Արփինե Սարգսյանը նախատեսել է։ Տեղեկացնենք, որ մինչ այս նախագիծը 3-ից 4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները օրենքի մեկ այլ ՔՊ-ական փոփոխության համաձայն գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100,000 դրամ եւ հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի եւ որոշել է քրեատին իրավիճակը երկրում բարելավել օրինական գրանցված զենքերը հավաքելով։ Ստացվում է, որ ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը։ Օրինական զենքերն է հավաքում։ Ամեն դեպքում Ժողովուրդ օրաթերթը հարցումով դիմեց նախարար Արփինե Սարգսյանին։ Ամիսներ առաջ այն անձիկ, ովքեր զենքեր էին ունեցել պարգևատրված, հրավիրել էին, մարդիկ գնացել էին, գումար էին վճարել, քննություն էին հանձնել, իսկ հիմա նոր նախագիծ եք վերել, ասում եք պարգևատրված զենքերը մինչև հուլիսի 1-ը, եթե սխալ եմ ասում, պետք է վերեք հանձնել։ Ինչի՞, մարդկանց ինչու եք այս իրավիճակում, շատերն ասում են մենք հրաժարվում ենք, այսինքն սա ինձ ամիսներ առաջ կանչում են սա այն ասում, ըստ էության նախագիծ արդեն գրեթե մեծ մասը դեմ եք Նախ նախագծի մասով առնվազն եթե նայենք նախագծի հիմնավորումները, պիտի նկատենք, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքով, թե նաև անօրինական տրված զենքով եւ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, այսպես ձևակերպեմ, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրությամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս, որովհետև մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք որ օրինական զենքերով են կատարվում, սա առաջին։ Երկրորդը այն մասով, որ մենք ինչպես պայմանավորվել ենք զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում նշել էինք, որ շարունակելու ենք մոնիտորինգի ենթարկել օրենքը եւ հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների հետ կապված ինչպիսի փոփոխությունների տեղ որպես այդպեսին ունենք եւ արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի
ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ, հա, նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել, որովհետև թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են արկա երկակի մոտեցումներ եւ թե նաեւ անցումային կարգավորումների մասով, որոնք այդ ձեր նշած իրավիճակով քաղաքացիներին թույլատրել են, թեև պարգևատրական զենքի հիմնական կանոնների նրանք չեն համապատասխանել, բայց անցումային կարգավորումների ուժով թույլ է տրվել որոշակի էլի երկակի մոտեցման կիրառում։ Եվ ըստ այդմ մենք մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալու իրավիճակը եւ ըստ այդմ այս երկակի մոտեցումները եւ պետության համար անկանխատեսելի, հա, մոտեցումները հանգուցալուծել եւ առաջարկել որոշակի լուծումներ եւ ինչ ենք մեր քննարկումների արդյունքում պարզել, որ թե օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների դեպքում եւ թե նաեւ նույնիսկ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում մենք չունենք հստակ ստանդարտներ։ Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է այս տեսանկյունից եւ նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտում եւ ըստ այդմ չափանիշները նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անձին կկարողանա շարունակել ունենալ այդ զենքերը։ Իսկ եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա բնականաբար ենթակա կլինի կամավոր հանձնման